Երջանկությունն իր ողջ խորությամբ ընկալելու կարևորագույն նախապայմանը հոգու, մտքի և մարմնի առողջության առկայությունն է։ Բարև սիրելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաալիքի եթերում կրկին ապրիր առողջ հաղորդաշարն է, որի շրջանակներում մենք փորձում ենք հոգ տանել ձեր առողջության մասին։ Ասեմ, որ մեր հյուրն արդեն տաղավարում է և այս պահին ես մեծագույն սիրով կներկայացնեմ նրան։ Եվ այսպես պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ Արմինե Թումանյան։ Բարև ձեզ բժշկուհի, շատ ուրախ եմ ողջունելու ձեզ մեր տաղավարում և այսօր ձեր անմիջական մասնակցությամբ պետք է փորձենք լուսաբանող տեղեկատվություն ապահովել այն մասին, թե ինչ դեր ունի յոգա թերապիան անպտղության բուժման հարցում։ Թերևս սկսենք դրանից, նախ ինչ է իրենից ներկայացնում յոգան, այնուհետև կշարունակենք։ Յոգան դա հոգեֆիզիկական գիտության մի ճյուղ է, որը եկել է մեր մոտ Հնդկաստանից, ունի բավականին երկար պատմություն, մոտ 5000 տարի։ Հին հնդկերենից յոգա բառը նշանակում է միություն, միավորում։ Դա նշանակում է մարդու մտքի, մարմնի եւ հոգու միավորում։ Յոգայի նպատակն է բերել մարդուն միավորման իր սեփական անձի հետ։ Յոգայի մեջ օգտագործվում են 3 տեսակի վարժություններ։ Առաջինը դա ֆիզիկական վարժություններն են, որոնք կոչվում են ասանաներ, շնչառական վարժություններ, որոնք կոչվում են պրանոյամա եւ մեդիտացիաներ։ Իսկ հիմա զուգակցումը յոգա եւ անպտղություն, անպտղության բուժում ավելի շուտ։ Փորձեք թերևս ներկայացնել, ինչ կապ կա։ Այն մարդիկ, ովքեր կանոնավոր կատարում են յոգայի վարժությունները, ժամանակի ընթացքում բարձրանում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը, ուժեղանում է մկանույքը եւ յոգայի երկարատև կեցվածքների պահումները բերում են նրան, որ երկարում են մկանները, ջլերը եւ մարդը դառնում է ավելի ճկուն։ Բացի դրանից յոգայի վարժությունները նպաստում են նրան, որ կատարվում է ներքին օրգանների մերսում, օրգանիզմի գեղձերի մերսում, ինչը բարձրացնում է ներքին օրգանների տոնուսը եւ լավացնում նրանց ֆունկցիան։ Յոգայի վարժությունները ղեկավարող վարժություններ են։ Եթե մարդը կատարում է այս վարժությունները, նա սովորում է ավելի ճիշտ կենտրոնանալ, բարձրանում է նրա ուշադրությունը, նա ավելի լավ է հասկանում իր մարմինը եւ հնարավորություն է ժամանակի ընթացքում ստանում ղեկավարել իր մարմինը։ Շնչառական վարժությունները, որոնք կիրառվում են յոգայում, սովորեցնում են մարդուն ճիշտ շնչել, ղեկավարել շնչառությունը, բացել կրծքավանդակը եւ բարձրացնել թթվածնի մակարդակը արյան մեջ, ինչը շատ բարելավում է, այո, ամբողջ օրգանիզմի վիճակը եւ ինքնազգացողությունն է բարելավում։ Մեդիտացիաները նրանք հանգստացնում են մարդու նյարդային համակարգը, շատ մեղմորեն իջեցնում են մարմնի լարվածությունը եւ բերում են նրան, որ մարդը հասնում է ճիշտ էներգետիկ հավասարակշռության։ Քանի որ պտղաբերական խնդիրները շատ են, դրանցից որոշը մեզ հնարավորություն է տալիս լուծել յոգա թերապիան։ Որոնք են այդ պատճառները։ Նախ եւ առաջ փոքր կոնքի օրգանների արյան կանգը, հիպոդինամիան, ավելորդ քաշը եւ ամենակարևորը դա անպտղությամբ հարուցված ստրեսը։ Ահա հոգեբանական կողմը, ինչը իսկապես շատ կարևոր է։ Թերևս հերթով ներկայացնենք այ յոգան ինչպես է օգնում հաղթահարել արյան կանգը օրգաններում, այնուհետև հերթով կանցնենք։ Արյան կանգը փոքր կոնքի օրգաններում բավականին լուրջ եւ հրատապ խնդիր է, որովհետեւ ժամանակակից մարդը իր օրվա մեծ մասը անցկացնում աշխատանքի վայրում, որտեղ նա նստած է։ Նա նստած է սեղանի շուրջ, նստած է համակարգչի մոտ, թեկուզ նա երթևեկում է մեքենայով, նա նորից նստած է։ Եվ ինչ է կատարվում, եւ որ մարդը երկար ժամանակ գտնվում է նստած վիճակում, կատարվում է արյան ստաս, արյունը կանգ է առնում եւ անոթները ստանում են վարիկոզ լայնացում։ Եվ այդ դեպքում օրգանները նախ եւ առաջ ձվարաններն ու արգանդը չեն ստանում այն սնուցումը, որը պետք է ստանան, եւ խանգարվում է ձվարանների եւ արգանդի ֆունկցիան։ Յոգայի վարժությունները հնարավորություն շատ հաճախ հանգեցնում է անպտղության, տերմիններով ասենք, որպեսզի ազգաբնակչությունն առավել զգոն լինի։ Այո։ Յոգայի վարժությունները, որոնք լավացնում են արյունաշրջանառությունը փոքր կոնքի օրգաններում, բարելավում են ձվարանների եւ արգանդի ֆունկցիան նախ եւ առաջ։ Ընդհանրապես հիպոդինամիան ժամանակակից մարդու նստակյաց կյանքը մանավանդավերաբերում է մեր քաղաքի ապրողներին, բերում է շատ խնդիրների եւ մեկ խնդիր կա, որը կոչվում է հիպերհոմոցիստեինեմիա, դրա մասին քիչ գիտեն եւ քիչ են ուշադրություն դարձնում անգամ բժիշկները։ Նյութը, որը օրգանիզմում կուտակվում է, կարող է առաջանալ նրանից, որ մարդը քիչ է շարժվում։ Նույնպես դրան բերում է սխալ սնունդը, եթե սննդի մեջ բացակայում է ֆոլատը թուրմ կամ քիչ է B խմբի վիտամինները, այո, հոմոցիստեինը նույնպես բարձրանում է ըստ տարիքի, օրինակ եթե համեմատենք 40 տարեկան կանանց եւ 20 տարեկան կանանց, հոմոցիստեինը միշտ ավելի բարձր է լինում մեծահասակների մոտ։ Ուստի եթե կա անպտղության խնդիր, պետք է նաեւ ուշադրություն հենց բժիշկները ուշադրություն դարձնեն հոմոցիստեինի մակարդակի վրա, ինչը շատ հաճախ չի արվում։ Այո, եւ այս հարցում մեզ օգնում է շարժումը։ Բոլոր անպտղ կանանց մենք միշտ խորհուրդ ենք տալիս շարժվել։ Դա կլինի յոգա, շեյփինգ, պար, լող, վազք, դա նշանակություն չունի, ամենակարևոր գործոնը այս հարցում շարժվելն է։
Ահա, հիպոդինամիան նաև հանգեցնում է ավելորդ քաշի, իսկ յոգան օգնում է հաղթահարել նաև ավելորդ քաշի խնդիրը։ Այդ մասին դեռևս եւս ներկայացնենք։ Ճարպակալությունը բավականին լուրջ խնդիր է այսօր ամբողջ աշխարհում եւ նույնպես Հայաստանում։ Արդեն հայտնի է, որ ճարպակալությունով տառապող կանանց շրջանում 6 անգամ ավելի հանդիպում է դաշտանային ֆունկցիայի խանգարումները եւ 2 անգամ ավելի հանդիպում է անպտղությունը։ Ինչի հետ է դա կապված։ Հայտնի է, որ ճարպային հյուսվածքը արտադրում է էստրոգեններ։ Դա կանացի սեռական հորմոններն են, որոնք պետք է արտադրվեն կնոջ ձվարաններում։ Եվ այդ էստրոգենները կուտակվելով բարձր քանակում խանգարում են նորմալ ձվարանների աշխատանքը եւ խանգարում են կնոջ հորմոնալ ֆոնը։ Եվ եթե մարմնի զանգվածը իջնում է անգամ 10-15%-ով, միանգամից վերականգնում է կնոջ դաշտանային ֆունկցիան եւ նորմալ աշխատում են ձվարանները։ Յոգան օգնում է շատ մեղմորեն առանց ծանր ֆիզիկական վարժությունները օգտագործելով նիհարել։ Չնայած նրան, որ բավականին հանգիստ են կատարում յոգայի վարժությունները, ապացուցված է, որ 1 ժամ յոգա պարապելիս մարդը կորցնում է 200-ից 600 կալորիա։ Իսկ դա բավականին շատ է եւ բավականին կարճ ժամանակահատվածում թույլ է մեզ տալիս իջեցնել քաշը եւ բարելավել մեր կազմվածքը։ Բացի դրանից գնում է հոգու եւ մտքի առողջացում, այ խոսենք անպտղության պատճառով առաջ եկող սթրեսի մասին եւ ինչով է օգնում յոգան այդ հարցում։ Մեր ամենօրյա աշխատանքը ցույց է տալի, որ այն կանայք, ովքեր երկար տարիներ չեն կարողանում հղիանալ, մտնում են քրոնիկ ստրեսային վիճակում։ Քրոնիկ ստրեսը դա շատ լուրջ վիճակ է եւ առանց բժշկական միջամտությունների շատ հաճախ չի ստացվում դուրս հանել կանանց այդ վիճակից։ Յոգայի վարժությունները այս հարցում շատ օգնում են մեզ, եւ շնչառական վարժությունները, եւ ֆիզիկական վարժությունները եւ մեդիտացիաները։ Ինչ է կատարվում օրգանիզմում, եւ որ կինը գտնվում է քրոնիկ ստրեսի մեջ։ Կուտակվում է մի նյութ, որը կոչվում է ադրենալին, որ անդադ արտադրվում է եւ մնում է օրգանիզմի մեջ արյան մեջ։ Այդ ադրենալինը նեղացնում է անոթները։ Ամբողջ օրգանիզմում է դա կատարում եւ նույնպես ձվարաններում եւ արգանդում։ Եվ հետեւաբար, եթե օրգանը չի ստանում նորմալ սնուցում, նա նորմալ չի կարողանում աշխատել։ Յոգայի պարապմունքները անցնում են շատ հաճելի եւ շատ հանգիստ մթնոլորտում, վառվում են մոմերը, շատ հանգիստ երաշտություն է հնչում եւ անգամ եւ որ մարզիչը դիմում է կանանց, նա դիմում է շատ հանգիստ ձայնով։ Եվ այդ ամենը, այդ բոլոր վարժությունների կոմպլեքսը եւ մեդիտացիան միասին վերում է նրան, որ նյարդային համակարգը կնոջ մոտ հանգստանում է։ Կինը նորից սիրում է իր մարմինը, որ այդպես ասած դավաճանել է նրան, հնարավորություն չտալով մայրության վերկրանքի։ Բարձրանում է ինքնագնահատականը կնոջ, բարձրանում է տրամադրությունը։ Հայտնի է, որ յոգայի պարապմունքների ժամանակ օրգանիզմում առաջանում են էնդորֆիններ։ Էնդորֆինները դա երջանկության հորմոններն են, այո, որոնք շատ բարձրացնում են տրամադրությունը։ Եվ եթե կինը ունենա բարձր տրամադրություն եւ ընդհանրապես լավ ինքնազգացողություն, դա իհարկե նպաստում է նրան, որ բարելավում են ընտանեկան փոխհարաբերությունները։ Եվ ինչպես ընդունված է ասել, մեր ձգտումները մեր հնարավորություններն են, եւ երբ կին իրեն երջանիկ զգա, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի այդ ձգտումները հնարավորության տեսքով կյանքի կոչել թերևս։ Եվ որտեղ է կիրառվում այդ յոգաթերապիան անպտղության բուժման հարցում, որովհետեւ իր տեսակի մեջ այն նորույթ է կարծես թե։ Յոգաթերապիան իբրև անպտղության բուժում բավականին երկար տարիներ օգտագործվում է եւ կիրառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, մինչեւ այսօրս այդ հնարավորությունը չկար Հայաստանում, բայց քանի որ մեր կենտրոնի տնօրենը Երևանի մարդու պտղաբերության կենտրոնի տնօրենը պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը երկար տարիներ ասոցիացիայի նախագահը նաեւ, այո, երկար տարիներ աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում, այնտեղ կա շատ խոշոր պտղաբերական կենտրոն, որտեղ նա աշխատել է եւ գից այդ կենտրոնին գործում էր մեծ յոգաթերապիայի սրահ եւ բոլոր հիվանդները, ովքեր բուժվում էին այդ կլինիկայում, զուգահեռ անցնում էին յոգաթերապիա եւ շատ բարձր արդյունքների էին հասնում։ Եվ դրական փորձը թերևս բերվել է Հայաստան։ Այո, եւ այդ դրական փորձը մեր ամերիկյան բժիշկների Էդուարդ Մարտինովիչը որոշեց հիմնադրել Հայաստանում մի յոգաթերապիայի սրահ, Kids Fertility Center-ին, մեր պտղաբերության կենտրոնին։ Այսօր մեր հայ կանայք արդեն ունեն հնարավորություն օգտվել յոգաթերապիայի սրահից։
Յոգաթերապիայի սրահի անունը կոչվում է Nirvana։ Այն բացված է բոլոր մեր հայ կանանց համար, նախ եւ առաջ այն կանանց համար, ովքեր ունեն պտղաբերական խնդիրներ։ Բացի յոգաթերապիան անպտղության մեջ մեր մոտ գործում են ուրիշ խմբեր, քանի որ մեր կլինիկան ունի բավականին բարձր արդյունքներ եւ մենք ունենք բավականին շատ քանակությամբ հղի կանայք, որոնք պատրաստվում են մայրանալու, ունենք խումբ պրենատալ յոգայի, որտեղ պարապում են հղի կանայք, մենք ունենք խաթխա յոգա սկզբնակների համար բոլոր մարդկանց, բոլոր կանայց համար, ովքեր ուղղակի ուզում են մի հարել զբաղվել յոգայով, վարել առողջ ապրելակերպ, որտեղ յոգան դա ոչ միայն ֆիզիկական վարժություններ են, յոգան դա ստեղծված է նրա համար, որ բերի մարդուն դեպի առողջ ապրելակերպ։ Իսկ առողջ ապրելակերպը դա նաև ճիշտ սնունդն է, հետևաբար կուզեմ ասեմ, որ այն կանայք, ովքեր պատրաստվում են զբաղվել յոգայով, պարտադիր պետք է բարելավեն իրենց սննդակարգը։ Եվ այն կանայք, ովքեր չեն ուզում զբաղվել յոգայով, նրանց համար տարբերակ ունենք։ Այո, նախընտրում են ավելի ակտիվ ֆիզիկական վարժություններ։ Մեր մոտ գործում են շեյփինգի խմբակներ եւ տարբեր պարային խմբակներ։ Քանի որ վերարտադրողական բժիշկները մենք համոզված ենք, որ եթե կինը շարժվի, ունենա բարձր տրամադրություն եւ լավ ինքնազգացում եւ բարձր ինքնագնահատում, ինչը շատ կարեւոր է, անպայման կլուծվեն շատ պտղաբերական խնդիրներ։ Ահա, եւ դուք էլ ձեր ցուցակում անպտուղ կանանց ցուցակից նրանց կտեղափոխեք արդեն հղիների ցուցակ։ Ահա, շատ շնորհակալ եմ այսքան հետաքրքիր արդյունավետ հեռուստախորհրդատվության համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ապրիլ առողջ հաղորդաշարի առանցքում մշտապես ձեր կողմից հնչեցված հարցերն են, ուստի շարունակեք զանգահարել մեզ առողջական ցանկացած խնդրի հետ կապված առաջատար բժիշկների կողմից օգտակար եւ բովանդակալից հեռուստախորհրդատվություն ստանալու համար։ Հավատացնում եմ ձեզ, որ մենք չենք անտեսում ոչ մի հեռախոսազանգ եւ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր բոլոր հեռուստադիտողները ստանան իրենց ուզող հարցերի պատասխանները, գտնեն իրենց բժշկին եւ վերջնականապես ազատվեն իրենց ուզող առողջական խնդիրներից։ Ապրեք առողջ, կհանդիպենք։